Նորություններ, որոնց մենք արժանի ենք։ Հրազդանի կիրճը ուզում են վերանորոգեն, ու այն այսպիսի տեսք կունենա։ Ճիշտն ասած, շատ ուրախացա, երբ կարդացի այս լուրի մասին, որովհետև սովորաբար Երևանում բացի սրճարաններից, չգիտես ինչով կարելի է զբաղվել։ Հիմա կլինի եւս մեկ վայր, որտեղ կարելի է ուղղակի ընկերներով հանդիպել, սուրճ խմել։ Ապրիլի 30-ին ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ անցկացվում է ջազի օր։ Երևանում նույնպես այդ օրը անցկացվում է ջազի երեկո Կասկադում, ժամը երեկոյան 7-ից մինչև գիշերվա 11-ը լինելու է մեծ համեր, որտեղ ելույթ են ունենալու շատ հայտնի ջազմեններ եւ ջազբերներ եւ այլն։ 2027 թվականից պաշտոնապես Հայաստանում արգելվում է վաճառել պլաստիկ տոպրակներ եւ սպասք։ Առաջին անգամ օրենքը խախտելու համար զուտ նախազգուշացնում են, իսկ երկրորդ անգամ օրենքը խախտելու համար նախատեսված է 100-ից 150 հազար դրամ տուգանք։ Դե ինչ, բաժանորդագրվեք իմ էջին, որովհետև իմ էջում կան հետաքրքիր նորություններ, էժան ավիատոմսեր եւ միջոցառումներ։ Մոռացա ասեմ, որ նաեւ ունեմ Telegram ալիք, որտեղ տեղադրում եմ շատ էժան ավիատոմսեր։ Բաժանորդագրվեք։